Մարտի 25-ին սպանությունը տեղի ունեցել Արարատի մարզում և այդ սպանությունը տեղի չէր ունենա, հնարավոր էր կանխել, եթե տեղի ոստիկանությունը տեղում լիներ։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը։ Ժամը 14:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժինն է ինքնակամ ներկայացել 75-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ ինքը Մասիս քաղաքի իր տանը դանակահարել է նախկին կնոջը, ով այնուհետև գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի բաժնի քննչական խումբը, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանություն ինքնակամ ներկայացած տղամարդը ձերբակալել և տեղափոխվել է Մասիսի քննչական բաժին։ Շամշյանկոմի հետ զրույցում մի քանի մասիսցիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 75 տարեկան տղամարդու և նրա 70-ամյա նախկին կնոջ միջև միշտ էլ եղել են անախորժություններ, ու այդ մասին ոչ միայն ամբողջ Մասիսն էր խոսում, այլ Մասիսի ոստիկանությունում գիտեին, միթե դժվար էր կանխել այս ողբերգական դեպքը, իսկ այսօր արդեն փորձում էին Մասիսի ոստիկանները դափնեպսակը վերցնել իրենց վրա, թե իբրև իրենք են տղամարդուն հայտնաբերել ու ձերբակալել։ Կյանքից հեռացել է 5 օր շարունակ հիվանդանոցում պայքարող մեկամյա Ալեքսանը, ում դաժանաբար ծեծի էին ենթարկել խորթմայրն ու հայրը։ Լրագրողների հետ զրույցում երեխայի կենսաբանական մայրն ասել է, որ երեխայի խորթմորը իրեն ընկերուհի է համարել և չի պատկերացրել, որ կարող էր տևական ժամանակ իր երեխային բռնության ենթարկել և ծեծի ենթարկել։ Մայրը արտասվելով ասում է, որ անիծում է և չի ցանկանում որևէ լավ օր ունենա այն մարդը, ով իր երեխային բռնության ու ծեծի է ենթարկել, ինչի արդյունքում այսօր նա մահացել է։ Մայրը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ստիպված է երեխային թողել իր նախկին ամուսնու և նրա նոր կնոջ մոտ, քանի որ չուներ կացարան և պետք է աշխատեր, որ կարողանար բնակարան վարձել։ Այս կինը նաև ունի այլ երեխաներ, որոնցից որոշները մնում են երեխաների խնամքի կենտրոնում, որոշներն էլ տատիկի մոտ։ Կլինիկական մահախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որին ըստ նախնական տեղեկությունների ծեծի էր ենթարկել խորթմայրը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է։ Դատախազությունից էլ դեպքի առթիվ հայտնել են, որ շուրջ 1.5 ամիս երեխայի նկատմամբ պարբերաբար բռնություն է գործադրվել, իսկ մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ է արվել։ 38-ամյա կնոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից ունի ևս 3 երեխա, նրանցից 2-ը հանձնված են խնամակալության։ Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի 1 երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթմոր խնամքի տակ էր։ Ոստիկանությունը ձերբակալել է Արարատի մարզում 1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձին։ Armenia Today-ը տեղեկացել է Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Գերատեսչությունից տեղեկացրել են, որ քրեական ոստիկանության ծառայողներն անձին ներկայացրել են նախաքննական մարմին։ Քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հարցին ի պատասխան քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ ոստիկանությունից նյութերը ստացել են, ուսումնասիրվում են։ ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և հաստատվել 1 անձի ձերբակալությունը։ Նշենք նաև, որ համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ երեխային ծեծի ենթարկողը նրա խորթմայրն է։ Նրա հարազատ մայրը երեխային թողել է հայրիկի մոտ, իսկ հայրիկի հետ ապրելիս է եղել կին կամ կանայք։ Այս մասին նշել է մայրը լրագրողների հետ զրույցում։ Հետաքրքիրն այն է, որ երեխայի կենսաբանական մայրը չէր բողոքում երեխային ծեծի ենթարկողի վերաբերյալ։ Նա ասում էր, որ տվյալ կնոջից չի սպասում, որ կարող էր իր երեխային ծեծի ենթարկել։ Իրականում ինչ է թաքնված այս ամենի ետևում, դժվար է ասել։ Նշենք նաև, որ հարևանները, ովքեր խուսափում էին էկրանների առաջ խոսել, խոստովանում էին, որ տնից ձայներ են հնչել և երեխայի լացի ձայնը հաճախակի է լսվել դեպքից առաջ։ Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք։ Մարտի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Կեսգիշերից անց կլինիկական մահախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի մասին Արաբկիր բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխային հիվանդանոց է տեղափոխել Արարատի մարզից, ինչից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ-ն է եւ ըստ օպերատիվ տեղեկությունների երեխայի ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։ Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։ Մարտի 6-ին գրակոծներ են հնչել Երևանում ժամը 06:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում եւ Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում գրակոծներ են հնչել եւ կա վիրավոր, հաղորդում է Շամշյան.com-ը։ Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ, դեպքի վայրում աշխատել են ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետները։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ըստ նախնական տեղեկությունների, օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, կան այլ վիրավորներ։ Դեպքի հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը պարզվում են։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն տվյալ գրակոծների արդյունքում կան զոհեր, սակայն պաշտոնական տեղեկատվություն այդ մասին չկա։ Համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գրակոծներ են հնչել, մասնավորապես նշվում էր, որ գրակոծները հնչել են Կապանի տարածքում։ ՀՀՊՆ-ն հայտարարություն է տարածել նշելով. ՀՀ տարածքում գրակոծներ, պայթյուններ չեն արձանագրվել եւ չկան որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառվում նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում։ Նշված է հայտարարության մեջ, թե իսկ լրագրող Լիա Սարգսյանն էլ հետևյալն է գրել. Ոնց կարելի է պատերազմի դեպրեսիայից դուրս չեկած ժողովրդի հետ սենց վարվել։ Սիրտս հազար կտոր եղավ, երբ կարդացի կրակոցի ձայներ են լսվում Կապանում վերնագրով նյութեր։ Խնդրում եմ մի արեք, Կապանի փոխքաղաքապետի հետ եմ խոսել, ասաց ձայներն իրանից են, Կապանում ոչինչ չկա։ Այսպիսով գրակոծները Հայաստանի Հանրապետությունում չեն հնչել եւ որևէ կապ չունեն մեր երկրի հետ։ Փետրվարի 26-ին հայտնվել էր տեղեկություն համացանցում այն մասին, որ Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինվորի կյանքից են զրկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դեպքի փաստով արդեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած զինվորի ծնողները գտնվում են արտերկրում, հայրը բուժման նպատակով, մայրը որպես խնամող։ Ներկայացնում ենք զոհված զինվորի լուսանկարները։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն էր։